Այսօրվա Ռուբիոյի հայտարարություններից եւս մեկը շատ էական, Ռուբիոն ասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունն այլևս ավարտված է։ Երկկողմը էլ խոսում է, երկկողմերը ասում են, բայց Ադրբեջանը այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի վերցրել մինչև հիմա, չնայած օգոստոսի 8-ի պայման համաձայնագրի մեջ նշված է, որ պետք է երկկողմ վերադառնան Ալմաթիի նշված սահմաններին, որը խորհրդային միության շտաբի գծած սահմաններն են, որը բոլորին հայտնի են։ Այսինքն Ադրբեջանը այս համաձայնագրով արդեն իսկ պետք է օկուպացված տարածքները պետք է դատարկի, բայց մինչև հիմա այդ գործը չի, օրինակ 240 քկմ բարձրունքը, որ մայիսի 2021-ի մայիսից հետո գրավել է եկել մտնելով Հայաստանի տարածք եւ կառուցել իր դիրքերը այնտեղ, նրանք իրենք գիտեն, որ որտեղ էին, մենք էլ գիտենք որտեղ էին եւ որտեղ եկան։ Սև լիճը օրինակ եկան մոռչովին դրա շրջապատը գրավեցին, բայց ըստ այդ համաձայնագրի նրանք պետք է թողնեն այդ տարածքները եւ վերադառնան այն գծին, որը նշված էր Ալմաթի համաձայնագրի մեջ, որտեղ կանգնած էին 2021-20 թվականի նոյեմբերին։ Լավ, բայց ինչու են թողնում սահմանազատման այդ խնդիրը, եթե այդքան պարզ է, որ 21 թվականին մտել են, խախտվել է եւ հիմա երբ հայտարարվում է, որ հակամարտությունը ավարտված է, ուրեմն պետք է զորքերն էլ գնան ավարտված։ Որոնք պետք է գնան, պետք է շուտ էլ գնան, բայց տեսեք 4-5 տարի Ալիևը հայտարարել է, որ այնտեղ որ իմ զորքը կանգնած է մեր Ադրբեջանի տարածքը։ Իր ներքին խոհանոցի համար, երկրի համար անընդհատ այդ հայտարարություններն է արել։ Հիմա հանկարծ ինքը դրա հակառակ հայտարարել ստորագրել է, եւ պիտի ինչ ճանապարհով իրեն երկրին համոզի, որ այդպեսի հաստի ճանապարհ մենք պետք է հետ տանք դա եւ այլն եւ այլն։ Դա ինքն իրեն դժվար վիճակի մեջ է դրել։ Հա, բայց կասկածելի է ինչու են խնդիրը թողնում սահմանազատման process-ի վրա։ Դա սահմանազատումը եթե լինի, սահմանազատումը պետք է ըստ էության վերաբերվել այն մյուս չէ բոլորին ամբողջ սահմանին։ Չէ, իսկ խոսքը օկուպացված տարածքների մասին է, որտեղ մտել են։ Օկուպացված տարածքները նույնպես պետք է սահմանազատվեն, քանի որ որոշ տեղերը մենք ենք օկուպացրել, շատ փոքր չնչին տարածք, բայց Ադրբեջանից օկուպացրել են։ Նա պետք է մենք վերադարձնենք իրենք էլ նրա մերը պետք է վերադարձնեն մեզ։ Դա ընդհանրապես պետք է սահմանադրական սահմանազատման եւ սահմանագծման սահմաններում լինի, որպեսզի պաշտոնական ձևով լինի։ Թե չէ Ադրբեջանը կարող է այսօր հետ քաշվի գնալ խորհրդային սահմաններին, ասի դե սրանք խորհրդային են, ժամանակավոր են։ Ես չեմ ուզում վերադառնալ։ Բայց պետք է իրան ես կարծում եմ, որ արևմտյան ուժերը պետք է շատ ուղղակի հետևեն Ադրբեջանին, Ադրբեջանը իր խոստումը, իր ստորագրությունը, ինչպես որ Ալիևը հայտարարեց հենց օգոստոս 8-ին, որ երբ մենք համաշխարհային ամենակարևոր մայրաքաղաքում, ամենակարևոր դիվանագետի ներկայությամբ ստորագրել ենք, որ մենք այս գործը կանենք, ով կհամարձակվի, որ այդ գործը չկատարի, իր խոստումը չկատարի։ Իր խոսքն է դա։ Իսկ դրան ես կարծում եմ, որ Ամերիկայի կողմից ճնշումը պետք որ դա իրապես դա կատարի եւ կարելին շուտ։ Հիմա գանք հաջորդին։ Հակամարտությունը ավարտված չէ, քանի դեռ գերիներն են բակվում մեկ, եւ երկրորդը, քանի դեռ կա անկլավների չորոշված խնդիր։ Անկլավների չորոշված հարցը հետեւյալն է։ Երբ Հայաստանը անկախացավ, դարձավ խորհրդային Հայաստան, այդ ընթացքում 1926 թվականին խորհրդային մեծ հանրագիտարանում հրատարակվեց Հայաստանի քարտեզ, որի մեջ ցույց է տրված սահմանները Հայաստանի եւ այլն, գրված է Հայաստանի տարածքները 30,948 քառակուսի կիլոմետր, 30,948 քառակուսի կիլոմետր, եւ դրանց մեջ անկլավ գոյություն չունի այդ քարտեզի մեջ։ Դա այդ քարտեզի մեջ այդ շրջանները, որ Ադրբեջանը հետ ապագայում վերցրել Սևանալիճի հարավ-արևելքում այդ Ալ լճերի շրջանը 240 կիլոմետրը եւ Սև լիճի շրջակա 500 քառակուսի կիլոմետր տարածքները, դրանք բոլորը Հայաստանի տարածքում են, ըստ խորհրդային այդ քարտեզի։ Հետո երբ որ մեկ տարի անցավ, այդ տարվա ընթացքում
Լենինը եւ Ստալինը մաս մեկը Նախիջևանը հանձնեցին Ադրբեջանին, հետո էլ նախ Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղը որոշեցին պետք է լինի Ադրբեջանի տարածքում։ Այդտեղից խնդիրները սկսվեց, բայց դրանով հանդերձ մեր տարածքը մնաց 30,948 քառակուսի կիլոմետր։ Դրանց մեջ, ինչպես ասացի, անկլավներ գոյություն ունեն։ Հետո հանկարծ 1929 թվականին Արցվաշենի շրջանը, որը Հայաստանն էր, Հայաստանիների եւ միացած էր մեր լայն ճանապարհով դեպի Հայաստան, գտնվելով Ադրբեջանի տարածքի մեջ էր, նա տարածքի մեջ չէր, բայց մտած էր, մխրճված էր Ադրբեջանի մեջ։ Այդ Ադրբեջանը ամբողջովին գրավեց այդ տարածքը եւ որոշումով իրենց պետական որոշումով հայտարարեցին, որ Արցվաշենը հայկական անկլավ կլինի Ադրբեջանի տարածքում, հայկական էքսկլավ Ադրբեջանի տարածքում, Հայաստանին կլինի, բայց կգտնվի Ադրբեջանի տարածքում։ Այդ ճանապարհն էլ վերցրեցին, չվերադարձրեցին մեզ։ Այս Արցվաշենի մասին։ Հետո կան մյուս 3 անկլավները։ Մինչև 1936 թիվը Հայաստանում դեռևս անկլավ գոյություն չուներ, ադրբեջանական անկլավ։ 36 թվին առաջին անգամ Տավուշում Երևան եկան 2 տարածքներ, Բարխուդարլուի շրջանը եւ Ասկիպարան, որը Ինչպես Երևան եկան։ ասեմ դրանք սովետական շտաբի քարտեզների վրա գծվեցին դրանք։ Հետո էլ մյուս տարին էլ Տիգրանաշենը նշվեց որպես ադրբեջանական անկլավ քարտեզի վրա եւ հանձնեցին Հայաստանին, որ ստորագրի այդ քարտեզները վավերացնեն երկկողմ Ադրբեջանը եւ Հայաստանը, որը 69-70 թվականներին արեցինք մենք։ Բայց որևէ պետական որոշում Հայաստանից տարած հանձնել Ադրբեջանին գոյություն չունի։ Ոչ մի հանդիպում չի եղել, ոչ մի բանակցություն չի եղել, ոչ մի որոշում չի կայացվել, ոչ մի տեղ արխիվներում ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, որ մենք Ադրբեջանը տարածքը հանձնել ենք, Հայաստանը տարածքը հանձնել է Ադրբեջանին։ Բայց ինչու է առաջացել փոխանակման հարցը։ Հա, հիմա կասեմ ձեզ։ Փոխանակման հարցը այստեղ տարբեր խնդիր է։ Փոխանակման հարցը 3 ադրբեջանական անկլավները Հայաստանի տարածքում շուտ 45 քառակուսի կիլոմետր են։ Ընդհանուր տարածքը միասնական։ Արցվաշենը առանց այդ ճանապարհի շուրջ 42-3 քառակուսի կիլոմետր։ Այսինքն եթե այդ ճանապարհն էլ նրանցնենք, դրանք այդ 45 կիլոմետր հանգիստ կլրացնի։ Այսինքն հավասար է երկրամ մակերեսով անկլավները Հայաստանի մեջ եւ մեր անկլավը Ադրբեջանում։ Այսինքն խնդրին ձեռք չտալը տրամաբանական է շատ։ Դա դրանց ձեռք չտալը շատ տրամաբանական է։ Եվ եթե 2 ալտերնատիվ կա, մեկը դրանք հանձնում ենք, մեկը դրանք չենք հանձնում։ Եթե մենք հանձնում ենք, մենք ինչ կկորցնենք։ Այդ 3 անկլավներից, որ Ադրբեջանը ունի մեր տարածքում, Ասկիպարան ամբողջովին դատարկ է, ոչինչ գոյություն չունի, դրա մեջ ոչ մի կանգուն շինություն էլ չկա, դաշտեր են, արոտավայրեր եւ այլն։ Բարխուդարլուում անկյունում այդ կայան փոքր գյուղ կա, որը երկաթուղու գծի կայանն է այնտեղի դեպի Ղազախ միացնող, որը չի աշխատում, այդ գյուղն էլ հետեւաբար համարյա աշխատելու բան չունի։ Նրանց երրորդը գալիս է Տիգրանաշենը, որը գտնվում է Երասխից դեպի Արենի գնացող ճնստած այդ ճանապարհի մայրուղու վրա։ Առաջին ինչու պիտի այդտեղը մայրուղու ճանապարհը Ադրբեջանին տրվեր, դա հայտնի չէ։ Հետո կասեմ Ալիևը դրա մասին ինչ ասեց, որ 200 տարի այդ շրջանում թուրքեր են ապրել, ադրբեջանցիներ են ապրել, հետևաբար դա մերը պետք է լինի։ Բայց 200 տարի առաջ Ադրբեջան գոյություն չուներ, որ ադրբեջանցի ապրեր այնտեղ։ Եվ եթե այդ ձև ենք մոտենում խնդրին 200 տարի ադրբեջանցի ապրում, ադրբեջանական անկլավ կլինի, այն ժամանակ Լեռնային Ղարաբաղում 2000 տարի է, որ հայություն է ապրում, ամբողջովին Լեռնային Ղարաբաղը պիտի հայկական անկլավ լինի Ադրբեջանում։ Այդ խոսքը այլևս իրանք չեն կրկնել, չեն շարունակել։ Քանի որ իրանք տեսնում են, եթե նման առաջարկ լինի, հակառակ առաջարկներ կա։ Գալիս ենք երկրորդ Տիգրանաշենին։ Տիգրանաշենին, եթե մենք տանք Ադրբեջանին, մեր ճանապարհը դեպի Երասխից, Երևանից դեպի հարավ կկտրվի, քանի որ
3-4 կիլոմետրը այդ անկլավի մեջով է անցնում։ Բայց մենք տարբերակ ունենք ուրիշ ճանապարհը կա, որ նեղ ճանապարհը ճիշտ է բեռնատարների համար հարմար չի, բայց կարող է նոր ճանապարհ կառուցվել կարճ ժամանակում։ Դա այն դեպքում, եթե փոխանակվի, եթե մնա, եթե վերադարձվի Ադրբեջանին։ Այսինքն սրանք այն հարցերն են, որ առանց որոնց փաստաթուղթ չի կարող ստորագրվել։ Այո, չի կարող ստորագրվել։ Երկրորդ, հետո բայց գալիս ենք Արցվաշենին։ Արցվաշենի մասին շատ չի խոսվում, բայց Արցվաշենը այսօր Ադրբեջանի համար այդ շրջկենտրոնի տնտեսական կենտրոնն է ամբողջովին։ Շրջապատ յուղերը շուրջ 10 կիլոմետր դեպի հյուսիս եւ դեպի հարավ ճանապարհը Արցվաշենի միջով են անցնում։ Գյուղացիները իրենց բերքը բերում են Արցվաշեն, ընդեղից հետ ուղարկվում դեպի Բաքու եւ այլն։ Եթե Ադրբեջանը վերադարձնի Հայաստանին այդ տարածքը, այդ ամբողջ իրական կառուցվածքը կփլուզվի։ Եվ այդ գյուղերը իրարուց հասնելու ճանապարհ չեն ունենա։ Հետևաբար նրանք շատ ավելի շատ կորցնելու բան ունեն, եթե փոխանակում չլինի, այո, խնդիրը սառեցնել է։ Ես դրա համար չեն խոսում։ Ես առիթ եմ ունեցել ադրբեջանցիների հետ, այսօրվա ադրբեջանցիների հետ թղթակիցեր մեկը պատմաբան էր եւ այլն նրանց հետ խոսելու, ասում մենք այդ արդյոք չենք մտածում, որովհետեւ մենք որոշել ենք, որ պետք է փոխանակենք։ Մեր տարածքում մնա մեզ, ձեր տարածքին մնա ձեզ։ Ինչպես որ արևմտյան Ադրբեջանին վերադարձի մասին նույնիսկ չեն էլ խոսում, ասում են դա խոսելու բան չի, մենք գիտենք, որ դա հնարավոր բան չի դրա բան կատարել։ Իսկ եթե հակառակ դեպքում անկլավներից մեկը վերադարձում է, 3-ը վերադարձվի Ադրբեջանին, այս իրանց խոսքն եմ, ասում ոչ ոք մեզոնցից չի ուզի գնա այնտեղ ապրի։ Ադրբեջանցին չի ուզի 100 հոգի գնամ հատ շրջապատված Հայաստանով շրջապատված տարածքում ապրի։ Հետո դրա լոգիստիկան ինչպես պիտի կատարվի, ինչպես պիտի գնան իրանց երկիրը միանան։ Ճանապարհ չկա, պիտի Հայաստանով անցնեն։